Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Մանրամասները idealsystem.am։ Նախորդին Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի նախագահությամբ, նիստին անդրադարձ է եղել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժինը։ Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծվել տրանսպորտային գծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անարգել մուտք եւ արդյունքներ կտա, որոնք կծառայեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, ինչպես նաև վերջնական խաղաղության հաստատման մեր կամքը, ասվում է հաղորդագրությունում։ Այդ թվում գնահատվել է նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ կապված ներկայիս իրավիճակը, մտահոգություններ են հնչել պատերազմի սրման վերաբերյալ, նշվել, որ Թուրքիան պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել խաղաղության հաստատման համար։ Նիստին նաև քննարկվել է Իսրայելի վարչակազմի կողմից Գազայում իրականացվող ըստ թուրքական կողմի անօրինական քաղաքականությունը, նշվել, որ ըստ թուրքական կողմի ցեղասպանության դադարեցումը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը դարձել է ողջ մարդկության համատեղ պարտականությունը եւ կոչ հնչել միջազգային հանրությանը անհապաղ գործողություններ ձեռնարկելու։ Գնահատվել են նաեւ Սիրիայի տարածքային ամբողջականությանը, միասնությանն ու ինքնիշխանությանը, նաեւ Իրաքի անվտանգությանը, կայունությանը եւ բարգավաճմանը սպառնացող խնդիրները, անդրադարձ կատարվել Կիպրոսի հարցին։ Թուրքական ավիաուղիները Turkish Airlines ավիաընկերությունը շարունակում է ընդլայնել թռիչքների ցանցը։ Հաղորդվում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է բացել կանոնավոր չվերթներ դեպի Ռումինիա եւ Հայաստանի մայրաքաղաք Երևան, կախված հնարավորություններից ու շուկայական պայմաններից։ Նորաբաց երթուղիները համարվում են ռազմավարական նշանակություն ունեցող, մասնավորապես տարածաշրջանային կապի եւ զբոսաշրջության առումով։ Թուրքական ավիաուղիների այս քայլը նպատակ ունի ամրապնդել իր օդային տրանսպորտային ցանցը, ինչպես Բալկանների, այնպես էլ Կովկասի հետ, ասվում է հայտարարությունում։ Չվերթների ամսաթվի եւ հաճախականության վերաբերյալ մանրամասները ավիաընկերությունը կհայտարարի առաջիկա օրերին։ Մեր եթերում կարճատև դադար է, որից հետո շարունակում ենք։ Եվ այժմ զրուցելու եմ միջազգային հարաբերությունների փորձագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանի հետ։ Ողջույն, պարոն Գաբոյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, բարի օր։ Պարոն Գաբոյան, Թուրքիայի անվտանգության խորհրդում, ինչպես նշեցի, քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, տարածաշրջանային կապուղիների հարցը եւ Թուրքիայի շարունակական ջանքերը եւ այլն, հա։ Ինչ փուլում են հիմա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաշվի առնելով օգոստոսի 8-ից հետո ստեղծված նոր իրավիճակը եւ օգոստոսի 8-ից հետո Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քլչի Երևանում արդեն հանդիպումները եւ այլն, հա, որովհետեւ ասում են օգոստոսի 8-ից հետո հնարավոր դարձավ այդ հանդիպումը այստեղ Երևանում։ Ինչ տրանսֆորմացիայի, ինչ զարգացման մասին կարող ենք խոսել այս երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում եւ արդյոք նաեւ հիշելով վարչապետի ելույթը, որտեղ նշում էր, որ դրական երկխոսություն կա Թուրքիայի հետ եւ պետք է որ ինչ-որ նորություններ լինեն, հա, այսինքն գոնե նախորդ պայմանավորվածությունների իրագործումը, համեցեք։ Այո, ինչպես նշեցիք, նորություններ կան, բայց մեզի հասու դերակցությունները, ինչպես որ դուք ներկայացիք արդեն այցելություններ Թուրքիա հատուկ հանձնակատարին ներկայացին Հայաստան կամ սահմանագետ, լավ իրադարձություն է։ Երկրորդ ես համեստ կարծիքով կարծեմ արդեն բանակցություններ կընթանան, որպես չմոռանանք անշուշտ թուրքական ավիաուղիներու բացումը, այսինքն սկսումը իրենց չվերթները, իրենց թռիչքները դեպի Երևան, բայց ինչ որ դիվանագիտական ինչ որ համաձայնագիրներ կան թեր լույս չեն տեսած, մեզի հասու չեն թեր, բայց կարծենք ինչ որ երևելի է գործընթացը դրական գործընթացը դրական օրենք ընթանա, որ անշուշտ կապված է սա բոլորը Էրդողանի այցեն Ամերիկա, որտեղ շատ բան այսպես խտանեց կամ ուժ դվավ այս բոլոր գործընթացին։
Այսինքն երբ մենք ասում ենք դրական ինչ-որ գործընթացներ, հա, մենք տեսնում ենք, որ Թուրքիան նաև հայտարարեց երկաթուղու մեկնարկի աշխատանքների մասին եւ այստեղ մտավախություններ կա, որ սա էլի եթե շրջանցվելու է, հա, Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող երկաթուղային հատվածներ, այսինքն չեն միացվելու, ապա սա խնդիր է էլի Հայաստանի համար, այսինքն դրականը մենք այստեղ ինչն ենք համարում այս process-ում, երբ որ այնտեղ օրինակ նույն երկաթուղու մասով արդեն իսկ աշխատանքներն մեկնարկած, այստեղ մեզ մոտ ամեն ինչ դեռևս փաստաթղթի վրա է ամրագրված։ Մեր բարակային մենք թրականությունը մեր հայկական գոմինի մասով, այսինքն կոզնաբաճտորեն սահմանի բացումն է, այսինքն երկրորդական է մեր հայեցողությամբ կամ տեսանկյունով, որ ամեն ինչ պատրաստ է հետո սահմանը բացվի, չէ, նախ եւ առաջ մեզի համար կարևոր է, որ սահմանը բացվի, նույնիսկ սահմանի բացումն հետո է, որ պիտի կատարվին բոլոր դիվանագիտական հարաբերությունները, երկկողմանի, նույնիսկ հետո տեսփանության ներկայացության դեղակայումը եւ այլն եւ այլն։ Այսինքն հիմնականը հայկական կողմին համար, այսինքն հայկական դիվանագիտության համար, ես չեմ խոսիր սկացական դաշտով կամ մեր հայրենասիրական կամ ասկային դոչորումներով, բայց մեր դիվանագիտությունը Հայաստանի անկախությունն ի վեր մղված է կամ իր բոլոր, չսեմ բոլոր ճանկերը, բայց ճանկերում մեծամասնությունը մղված են, որ բնական հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ, այդ բնական հարաբերություններու ամենամեծ ցուցանիշը բաց սահմանն է եւ բարիտրացիական հարաբերություններն են։ Բնականաբար մինչեւ հիմա չիրականացավ, քանի Արցախյան Ղարաբաղյան հարցը կար, բայց հիմա այդ մեկը չեզոքացավ եւ ավելի գործընթացներ, ինչպես հիշեցինք քիչ առաջ, ավելի արագցան եւ տարածքաշրջանը ուրիշ այսպես կոչված շաղված կամ հոլովույթ ստացավ թուրք-ամերիկյան հարաբերությունները մեկնած, թուրք-ռուսական հարաբերությունները մեկնած, Ռուսաստանի վարած քաղաքականությունն են մեկնած, թե Հարավային Կովկասի, թե Թուրքիայի հետ։ Մեզի կմնա, որտեղ մենք չենք սահմանը պակող, ինչպես բոլորը գիտեն, եւ անկախ որ հորետեսական կամ ինչ-որ տնտեսական վատ չարակուշակություններուն մեզի համար կարծեմ թե բոլորս գիտենք որ նպաստավոր է որ սահմանը բացվի ինչքան շուտ այդքան լավ։ Պարոն Գաբյան, նախորդին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահնիուր Օզդեմիր Գյոքթաշի հետ։ Կողմերը խոսել են երկու երկրների ոլորտային առաջնահերթությունների և այդ ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնման և որակի բարելավման կարևորությունը։ Անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը ևս կնպաստի դրան, ասվում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում, հա։ Ոլորտային համագործակցությունը այս իմաստով աշխատանքի և սոցիալական հարցերի ծառայությունների մասով Թուրքիայի հետ ինչ աշխատանքներ կարող են օրինակ լինել, հա, որովհետև խոսվում էր նաև Քլչի և Ռուբինյանի Երևանում տեղի ունեցած հանդիպումներից հետո հաղորդագրության մեջ խոսում էին նաև հումանիտար համագործակցության մասին, ակադեմիական ինչ-որ համագործակցությունների մասին, բացի բուն, հա, սահմանային խնդիրներ, տեխնիկական հարցեր, երկաթուղի, ճանապարհներ եւ այլն։ Առանց չեն այսպես կոչված այս բուն առանցքեն մասնաճյուղված կամ ճյուղավորված առանցքներ են, բայց բուն առանցքը կմնա մեծ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը եւ սահմանի բացումը։ Բնականաբար այդ կողմնակի արբակները բնականաբար կսնանեն եւ կարակացնեն ընթացքը, որտեղ շատ կարեւոր է հումանիտարը, մշակութայինը, առողջապահականը եւ այլն եւ այլն։ Հիմա մեր հասարակություններում միջև մեր ժողովուրդներում միջև դժվար է պատկերացնել անմիջապական կամ Եմեզի համար ապակելի չէ, այսինքն այսպես ասած նստենք չդակ խոսենք, բայց այդքան ալ համարգում կամ շատ ջերմ հարաբերություններ, բայց այս բոլորը դիվանագիտական մեծ պրիզմայով եթե նայենք դիվանագիտական դաշտի մեջ կարևոր են եւ ինչպես ասի կխթանեն հիմնական մեծ նպատակը կամ
հիմնական մեծ խնդիրը, որ պետք է լուծվի մեր կողմը, իրենց կողմը ավելի ճիշտ է, եւ իրենք սահմանը բանան։ Հուսանք այդի չհապաղի եւ հասնենք այդ իրականության, որովհետեւ հիմա գնալիս հարցեն հարցվիճի ցածկեն, բայց ամերիկյան ճնշումը այստեղ ակներև է եւ Էրդողանի այցը Ամերիկա այդ արակացուց տեմպը Թուրքիո, այսինքն որտեղ Թուրքիո կողմնորոշումը այսպես կամ այնպես գարձեմ այսքարաչվա մեր հարցազրույցի մեջ անշանենք, որ Իսրայել այստեղ դերակատար է եւ իր թիմակայությունը Իսրայելին հետ շատ պիտի աստե մեր հարաբերություններուն վրա հավասարակշռորեն կամ միջազգային հարաբերություններու բազմակողմանի բացերը կոչելու իմաստով։ Իսկ այս պահի դրությամբ ըստ հիմնական խոչընդոտող հանգամանքը, որից նաև գործե ածանցվում են այլ խնդիրներ, բարդություններ, խոչընդոտներ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում ո՞րն է։ Կարծեմ թե ադրբեջանական անշուշտ ճնշումն է, լոբինգը, որ դեռ կշարունակվի, եւ ռուսական այստեղ քիչ կամ շատ կորձոնն է կամ լծակներն են Թուրքիո վրա, որը Թուրքիա կամաց թոթափելու մեջ է, ոչ թե գամովին թոթափելու մեջ է, բայց Ամերիկա իրեն պայմաններ դրավ ռուսական գազ այլևս ցերպազատվելու, երկրորդ եթե Թրամփի ուղին, եթե պիտի վերջնականապես այլևս կորձե, ինչպես որ հիշած ենք այսքի առաջ, բաց սահմանը այդ ուղին տրամփանական շարունակությունն է, չնայ այդ ուղին պիտի ուղղվի դեպի այսինքն ապակայունացում նորեն, որովհետև միշտ ճեշտը կտրվի բարգավաճման եւ ընդհանուր շրջանային համարկման վրա։ Երկու կորձոնը կա, ադրբեջանական կորձոնը եւ ռուսական կորձոնը, անշուշտ հիմնական մեծ միջին արևելքի խորապատկերին վրա Իսրայելի կորձոննալ չեն կնար ուրանալ կամ մոռնալ կամ հիմնականը չի նկատել։ Եթե հիմա խորանանք սիրելի ժիրակ, բայց ժամանակ պիտի գործընծնենք Թուրքիո, Ռուսիո ապակա կոմորումներու մասին, Թուրքիո ուղղվածությունը, արտաքին քաղաքականության փոփոխությունը, Ռուսիո թուրքերու զիջումը, կարծեմ թե պիտի ավելի պիտի ճյուղավորվենք։ Շնորհակալ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Զրուցակիցս միջազգային հարաբերությունների փորձագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանն էր։ Այժմի համար այսքանն էինք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։